1.300.000 դրամ արժի սա։ Ոսկին թանգանում է, պիտի թանկանա մինչև $12 գրամը։ Առաջ հարսանիքներին 100 հոգուց գոյնա 50 հոգին ոսկի էր նվեր տալի։ Հիմա միայն փող են տալի, որտեղ ոսկին շատ թանկա դեռ չի տալի։ Հիմնականում գալիս են շքախմբով, կեսուր, կեսրար, արսանգուր։ 503 անգամ 35,000, անում է 176,000։ Ոսկու 1 գրամը ինչ արժի, ինչքանով է վաճառում զարդի գինը, հա, 1 գրամի։ Հա, հիմա զարդի գինը ուրեմն նայր, հիմա մենք զարդի գինը գա 35,000-ի, գա 34,000-ի, գա 38,000-ի, իդարական ոսկիներ գա, չգիտեմ, անոնց 40,000-են ավելի գծախեն գոր, ասեք, ինքը շարժը որ չեղավ, ադի իշտը մի քիչ դժվար է շարժը, որ պետք է շարժ լինի, ադի չի գա, ժողովուրդը սա գուկա գոր գնայի որ թանկ է, չեն աներու։ Հիմնականում այսօրերին, հա, որ գալիս են մարդիկ, ինչ զարդեր են գնում։ Շատ թեթև զարդեր առնում են, քանի որ փողերին չի պահվում, մեծ զարդեր չի գա, գրամով անշուշտ է հիմա 20 գրամ, 30 գրամ առնող չի գա, շատ նվերի համար 1 գրամ, 1.5 գրամ առնող գա, ադիա գմտացե գոր։ Բուրսայի գայանները, որ գխոսին, որ ոսկին թանգանում է, պիտի թանկանա, և գսենք, որ մինչև բիթասնի $200 գրամը, ասի մեր կորձն է, ուրեմն սուպեր ձերքոն կորձած ենք կոր, ասա ատամանտի բես կպայլի որ, նայր, հիմա մենք ասի ատամանտ է, և ասանք թիր, նայր, ատամանտի բես կպայլի, քանի որ սուպեր ձերքոն կորձած ենք կոր, մեր կորձն է ասի, ասա մենք այլես մեր կորձին վրա գիշխենք կոր, ոչ թե դուրս են պերենք ընենք չի գա, այլես մենք մեր կորձերը գաշխատենք կոր։ Կարող ենք կշրել, հա։ Այ, արդեն հիմա հոս կրված է, քաշի կրված է 5 գրամ 0.3, 5 գրամ 0.8 է, քանի որ 3 սանտիմ ավելի է։ Եվ արժեքը ինչքան է լինում կոնկրետ այս զարդի արժեքը։ Հիմա այսօրվա արժեքը, հիմա ասում եմ, հիմա այսօրվա արժենքը, ուրեմն 5, շատ կրվել են 503 անգամ 35,000, անում է 176,000։ Շուտ բանից ես այս ոլորտում եմ, 20 տարուց ավել է, այս տարի շատ թույլ է, այս 2 ամիսա շատ թույլ է առևտուրը, հավանաբար ոսկու գների թանկացման հետ է կապված, ժողովրդի հնարավորությունները երևի չի բավարարում, որպեսզի ոսկի գնեն։ Ոչ մի բան նորություն չկա, որ ասեմ հիմա ես նոր տարվա շեմին առևտուրը ակտիվացելը չկա տենց բան։ Գրամում հիմա ինչքան է ոսկու զարդի գինը, Զարդի գները շատ տարբեր են, որտեղ տարբեր զարդեր, տարբեր գներ ունեն։ $90-ից մինչև $100 կարող է 58 պրոբը տատանվի, էլի, մոտավոր եմ ասում իհարկե։ Չիստատայիկի նկարամ ասեմ, մաքուր ոսկին $135 է։ Ինչքան գումարից կարող են գալ, թեկուզ մի փոքրիկ զարդ։ Գիտեք ինչ, այնքան մինչև ուր ինչքան ամենաթանկ զարդի ինչքան է ձեռնա։ Ահա, հիմա ասեմ, հետաքրքիր պարադոքս գոյություն ունի, կամ ամենաէժան բաներն են շատ առնում, կամ ամենաթանկը, միջինը քիչ է վաճառվում ավելի, կամ մարդիկ առնում են շատ լավ գործեր, կամ առնում են էժան, դաստուկնի գործեր։ Կա ասենք 70-80 հազարից սկսած, մատանիների մասին է խոսքս, ու այնտեղ կա գործեր, որ մինչև օրինակ այս ժամը $8,000 կարգի է։ Իսկ մատանիներից ամենաթանկը ինչքան։ Ամենաթանկը, տեսեք, սա օրինակի համար կարատից ավել է քարը, 1.300.000 դրամ արժի սա։ Սա էլ է բավականին թանկ, մեջտեղը բնական զմրուխտ է, ադամանտներ են, $3,600 կարգի է սա։
Հիմա տոչնի գները չեմ հիշում, բայց մոտավոր կարամ ասեմ։ Թևնոցները Թևնոցներն էլ, այս թևնոցի վրա ադամանդները շատ են։ Համարյա 2 միլիոն ոնց որ 1.700.000 է սա։ Մատչելի թևնոց ամենամատչելին կարելի ասել սրանք են 200.000 դրամ է սա։ 200.000 դրամ սա է։ Դե իմ մոտ հիմնականում ադամանդներով են, դրամը շատ էժան չեն իհարկե, 350.000 էլ էսի է։ Հիմնականում գալիս են շքախմբով, կեսուր, կեսրար, հարս, անգուր, в общем, նման դեպքերում շատ դժվար են կողմնորոշվում։ Մի քանի անգամ նկարում են գնում գալիս են, մինչև կողմնորոշվում են։ Մեկ-մեկ լինում է, որ տղաները ուզում են սյուրպրիզ անեն, չեն բերում հարսնացուին իրանց հետ։ Մեկ-մեկ կան կիսումներ, որ իրենք են ուզում իրանց ճաշակով ընտրեն, նվիրեն, բայց հիմնականում աղջիկներն են ընտրում հարսնացուները։ Մաղթում են բոլորին լավ տարի, հաջողակ տարի, ամենակարևորը առողջություն բոլորին, աշխարհին խաղաղություն։ Մարդիկ թող ամեն դեպքում ուրախ լինեն ու երջանիկ զգան։ Ամենակարևորը մարդու մտածելակերպն է։ Մտածեցիր երջանիկ ես, երջանիկ կլինես։ Չէ։ Այդ պրինցիպով եմ ես ապրում ու բոլորին խորհուրդ եմ տալիս այդպես ապրեն։ Մենք ստեղ աշխատում ենք շուկայի բացված օրվանից։ Արդեն մոտ 30 տարի է, ինչ բացվել է, մենք շուկայի հիմնադիրներից ենք։ Մինչև այսօր հիմնական մենք շուկայի կորիզն ենք հանդիսանում ստեղծողը։ Շուկան առաջվա վրա շատ գնողականություն սադրացել է, որտեղ հունքը շատ է թանկաց է, մարդիկ արդեն հասանելի չի ոսկին սովորական մարդկանց։ Առաջ թե հարսանիքներին գալի առնում էին, նվեր էին տանում, 100 հոգուց գոյնա 50 հոգին ոսկի էր նվեր տալի։ Հիմա միայն փող են տալի, որտեղ ոսկին շատ թանկա դեռ չի տալի, նվերի գումարը քիչ է։ Դրա համար հիմա կամաց ոսկին դառնում է անհասանելի։ Հիմնականում որպես կապիտալ է դիտվում, ով ավել փող ունի ու կապիտալ է առնում։ Մեկ էլ ամուսնացողները կալցը հիմնականում։ Ինչ եք վաճառում եւ քննեմ գրամը, հա, ասել այսօր ինչքան է ոսկու գրամը։ 32-ից 33.000 դրամ, 1 գրամի արժեքը, զարդերի։ Ամուսնական կալցոներ է հիմնականում։ Իրանք մի 130.000-ից մինչև 150.000-ի սահմաններում են։ Այո, մեկ հատ։ Իրանք հիմնականում զույգերն են առնում ամուսնացողները։ Կալցոն միակ բանն է, որ ստիպված մարդիկ ամուսնանալ ուզեն, չուզեն, ամենատած ասենք բաները չէ, ասենք առաջ շատ օղեր, կուլոններ էր վաճառվում, ծեպեր էր վաճառվում։ Հիմա շատ ցածր քաշի 1 գրամանոց, 2 գրամանոց, ինքը ընդհանուր գումարը շատ է կազմում արդեն, հունքը որ թանկացել էլ չի վաճառվում, հիմնական էտա պատճառը։ Իսկ նոր տարին առաջ արդյոք սպասում է գների բարձրացում։ Նայեք, այստեղ ոչ նոր տարին կապ ունի, ոչ մի առիթ Հայաստանը չի կարող գին որոշի թանկացնի կամ մենք կամ միջազգային շուկան է։ Միջազգային շուկան հիմնականում գները տատանվում են անկայուն վիճակից։ Փողը երբ որ արժեքացնում է, ասենք դոլարն է, մյուս բաներն է, հունքը բարձանում է, որովհետև մարդիկ փողին էլ չեն վստահում, հունքն են առնում։ Այդ հունքը առնելու մետեղ առևտուր էլ չլինի, կարա բարձանա։ Կարող է շատ առևտուր լինի, բայց իջնի միջազգայինի միջավ 9 րոպեին ստե իջնում է, միջազգայինի հետ է կապված։ Մենք գին չենք որոշում։ Գինը որոշում է միջազգային շուկան։